Մենակ որվա հետ կապված իմիտացիոն հարցեր ինչ են։ Հարցերը ընտրեմ։ Օրվա իշխանությունները նշում են, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված է ամբողջությամբ։ Ձեզ համարժել է այդպես, դուք եք կարծում, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված է։ Երկրապահ պահանջատերը հոկտեմբերի 27-ի բացահայտման հետ կապված բնականաբար մենք հայտարարություն ենք արել եւ պետք է բացահայտի։ Առավել եւս որ այսօր արտաքին քաղաքական կուրսը փոխվել, բնականաբար չի կարա չբացահայտի։ Եթե հոկտեմբերի 27-ը չբացահայտվի, մեր պետությունը ապագա չունենա։ Բայց ինչպես եք պատկերացնում հոկտեմբերի 27-ին ոչ թե կառավարության ղեկավարությունը կամ գլխատվեց, որ խորհրդվեց մեր պետականությունը։ Եվ երկիրը եթե բան չանեն 50 տարի հետ գնաց։ Այսօր հոկտեմբերի 27-ի հետ կապված բնականաբար Վազգենին պետք է արենայցանին արտաքին ուժերի, ներքին ուժերի երևի ձեռքով, որ այսօր ինչ եղավ, ինչ որ եղավ։ Եթե Վազգենը կենթանել էր, նման բան չէր կարել լինի Ղարաբաղի հետ կապված։ Դրա համար քաղաքականություն դուք գիտեք միշտ հեռանկարային է, այս տարիների ընթացքում կամաց նախորդ իշխանություններն էլ եկան Ալան-Թալանով զբաղվան եւ երկիրը այս վիճակում ընկավ։ Մենք էլ կորցրեցինք Արցախը, բայց ես երբեք չեմ ուսատում։ Այսօր մեր գերխնդիրն համախմբված լինենք, հզոր լինենք, բանակի կողքին լինենք։ Երկրապահ գիտեք որ 20 թվականից Հայաստանի Հանրապետության պետական սահմաններն ապահովում մեծ թվականակով, մինչև էլ ունենք Արցախի վերջին 44-օրյա պատերազմում մենք 4000 հոգով երկրապահ մասնակցել է Արցախում 9 ուղղությամբ մարտական գործողություններին։ Ես ասել եմ, ատել եմ ասելու, որ տվել ենք մենք 74 113 վիրավոր։ Ես այսօր արից օգտվել ուզում եմ ցավակցեմ նաև իմ մարտական ընկերներին, ովքեր այսօր դիրքերում են, այսօր հետ կապված ընդհանուր մեր հայ ժողովրդին, որ 27-ը տեղացա եւ հատկապես ուզում եմ ցավակցեմ հոկտեմբերի 27-ին նահատակվածների հարազատներին, բարեկամներին։ Երկրապահի ճակատագրի հետ կապված ինչ կասեք, 32 տարի առաջ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց կառույցը եւ նաեւ այս համատեքստում կուզեմ արձագանքեք Պաշտպանության նախարարության կառավարության այն որոշմանը, որ այսուհետ հունվարից արդեն ձմեռային զորակոչը 1.5 տարի է դառնալու։ Դուք ձեզ համար սա ընդունելի է այս պայմաններում։ Դիտեք ոնց դա կառավարության որոշումն է, ինչ որտեղ Բայց դուք եք նաև սահմաններին դրա համար։ Սահմաններում ես էլի սահմաններում կլինեմ, մինչև մեր բանակը հզորանա, կայանա, մենք միշտ եղել ենք, մենք ինքնագլուխ գործունեություն չենք արել տարիների ընթացքում, միշտ եղել ենք բանակի մեր զինվորի կողքին եւ այսօր էլ ենք լինելու։ Ընդհանուր ես չեմ կարող բանտամ, թե որն է ճիշտ, որն է սխալ, ժողովրդի մեծամասնությունը կողմը մարդիկ կամ դեմ են ինչ որ ընդդիմադիր արդյոք դա պրոֆեսիոնալ բանակի հիմք կարող է հանդիսանալ։ Պրոֆեսիոնալ բանակը պետք է առողջ երեխեք զորակոչվեն բանակ, որպեսզի պրոֆեսիոնալ բանակ ունենանք։ Այսօր ցավոք սրտի մեր երիտասարդությունը հիվանդ է, մեծամասնությունը ազատում են ծառայությունից կամ պրոֆեսիոնալ բանակը կայանա թե տարեկեսվա դեպքում, թե 2 տարվա դեպքում էր հիմնականում զորահավաքներ կլինի, մարդիկ ներքաշվեն ընդհանուր Հայաստան Հանրապետության քաղաքացիները, ովքեր տարիքային առումով կների տարիքները, պետք է մարտական գործողի դիրքերում այդքան ծառայություն տանեն զորավարություններին մասնակցեն, որը արվում է այսօր բանակի կողմից եւ շատ ողջունելի է։ Կազմի կրճատումը իրենից վտանգ չի ներկայացնում արդյոք պարոն։ Գիտեք ոնց թվակազմի կրճատումը ես չեմ կարծում որ վտանգ կառաջացնի, լավն է ավելի ճիշտն է որ պրոֆեսիոնալ զինվոր ունենանք, մարտունակ զինվոր ունենանք, քան թե
թիվնի որակ է պետք։ Եվ ես համոզված եմ, որ մեր բանակը գնում է որակի վրա եւ ժամանակի ընթացքում եկե գնահատական չտանք։ Մի տեսակ դուք լրագրողներ այնց միշտ ինչ որ ձևի մեջ ուզում եք մաս փնտրեք։ Կառավարությունը, իշխանությունը Դուք ասացիք մեր բանակը պետք է լինի մարտունակ, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ասել է մեր բանակը ոչ թե պետք է լինի մարտունակ, այլ պաշտպանողունակ։ Մարտունակը պաշտպանողական չի։ Մենք այսօր, լսեք, այսօր լուրջ քաղաքականություն է վարում, դուք գիտեք, այսօր խաղաղության պայմանագրի ստորագրման հետ շատ մարդիկ ինձ են փնովում, բա Արցախն ուրա Արցախը տվիք, ես Արցախ չեմ տվել։ Երկրապան քիչ առաջ որ դուք ասիք ձևավորել ասպարապետ Վազգեն Սարգսյանը 93 թվին, այսինքն 90 թվականից երկրապան կա, բայց առաջի համագումարը եղել է 93 թվականին ու երկրապայի գործունեությունը սպարապետորիկ ու մինչև հիմա մարտական դիրքերի պաշտպանությունն է, մեր պետական սահմանների Արցախ աշխարհի պաշտպանությունն էր, որը մենք անում ենք։ Բայց այսօր եթե մենք գոռանք, գոչենք, գնանք, վերցնենք, չգիտեմ ինչեր կանենք, որ անում են շատ մարդիկ, fake էջերը, բան ամեն ինչ ասում են։ Այդ տեսեն որ միտեղ նայել եմ մեկ ասում է երկրապահը պիտի ցելեն Սասուն Միքայելյանին Նիկոլ Փաշինյան ասել է 10 միլիոն փող կտամ, ապուշություն, այն էլ Նիկոլ Փաշինյանը։ Սասուն Միքայելյանն ասել 3 միլիոն տվեք տղերքի բերանը փակեմ, մեր բերանը փակելու չի, մենք զինվոր ենք, միշտ էլ մեր հողի վրա կանգնած ենք պինդամուր։ Ով նահատակվի հավերժի շատակ իրանց, հավերժ փառք իրանց, բայց այսօր մենք հասկանանք, մենք կենթանի մնացածներից, որ մնացել ենք այսօր կենթանի, մենք մեր զոհված նահատակված եղբայրների կենթանի հոգիներն ենք։ Մենք այն գործն ենք շարունակում։ Իսկ Արցախն ուրա թող հարստան մարդիկ։ Մի տեսակ այս կուրսի հետ վրասի արտաքին քաղաքականության մի տեսակ ասում են մենք Ռուսաստանը մենք ոնց կլինենք Արցախը ով էր Արցախում կանգնած որպես խաղապահուշ որ պետություն էր գիտես որն էր ահա բայց Ռուսաստանը չտվեց Արցախը Իսկ ով էր Արցախում կանգնած գոռում Արցախը Հայաստան է եւ վերջ գիտեք ոնց բաներ կան, որ մեր լրագրողները մի բանից իմ արցազրույցներում մի տեղից բռնվում եք, մի հատ ես գիտեք, որ մի քիչ էմոցիոնալ եմ, ներվայնանում եմ։ Դե մի մարդը վահիտակ ասել է Արցախ Հայաստանը, եւ այն ժամանակ իրոք այն ուրիշ ձև էր մտածում։ Բայց եկավ 44 օրյա պատերազմ, եկավ այս չգիտեմ ինչ խաղեր է Արցախ աշխարհի հետ կապված իդեմս Ռուսաստանի եւ այսօրն ընկանք։ Արդյոք այդ հայտարարություններն էլ իրենցից հիմք չէին հանդիսանում պատերազմը ավելի մոտեցնելու մեր սահմաններին։ Ընթացքում եթե այսօր իրավիճակը, այդ տեսեք ես ին վրա բերեմ օրինակ, ես իմ հարցազրույցում ինչքան հիշում եմ Թալինում, որ ասի այս շարժումը ոչ պակասեր, քան թե Արցախյան շարժումը, բերի ինչեմ որ ասիք ես որ դի չասի Արցախ չեր ընկնի, այսինքն չէին տալի Արցախը իդեմ Ռուսաստանի ձեռքով, բերին հանին մինչև այսօր ասում են էդի, բայց ես ուրիշ բան եմ ասել, ձևափոխեցին ուրիշ բան ասին, եւ ես այդ ինչ եմ արի ասել, լսեք, Նիկոլ Փաշինյանը որ ասել վարչապետ չէր ժամանակ, դե վարչապետ էր, 2019 թվականի օգոստոսին է։ Դե ես sense օրինակին վրա եմ բերում, որ դուք ավելի բարձ հասկանալի լինի ձեր համար, որ ես այն ժամանակ ինչ եմ արի մասը, որովհետև ես հասկանում եմ, որ եթե այս վիճակով գնա, Արցախը մենք կորցնելու ենք իրանց պահվածքը։ Եվ ես ավելացնեմ, եթե ձանձրալի չի, ելել եմ գնացել եմ Արցախ, Բակո Սահակյանին մեր նախագահի նախքին ասել եմ, որ հավաքել այդ տղերքին 7-10 հոգի։ Նստել ենք ասենք, ես եմ ասել, դուք բանում եք, մենք պատերազմ ենք անց իրար հետ, մի տարի քաղաքականացրեք, կարիք զանգեք, ասեք, ասում ես ինչ ես ասել։ Եվ այսօր առավել եւս մենք պետք է խելոք լինենք, շատ խելոք լինենք, համախմբված լինենք։ Մեր շուրջ դուք բոլորդ էլ հասկանում եք, ինչա կատարվում խոշոր տիրույթների վերադասավորում
Եվ պետք է մենք խելոք լինենք, հասնենք նրան այս մի կտորոտը որ կարողանանք պահենք։ Թե չէ ես էլ եմ բաժակ վերցրել եմ, ասում որ կտակ բոլորնախ, ասում եմ այս ճիշտ եմ ասել, դե չեմ ասում ինչ ասավ, հետո մոտեցավ, ասավ ապրես դու։ Ես եկել եմ գնացել եմ մարտական ընկերների մոտ, ասել եմ էս եմ ասել, ես հիմա էլ եմ ասում, Արցախը որ չկորցնենք հետագայում։ Հետո գիտեք ինչ ալանթալաներ սկսել։ Այսօր դու բարձ նայում եք, ինչա կատարվում այսօր մեր Հայաստանի Հանրապետությունում իշ գումարներ են շորթը։ Այսինքն պետական բյուջեն որոշ չափի պետական բյուջե է ձևական, ձևավորված, մնացածը դե արդեն բոլորի սպորտ է։ Եվ ժամանակի ընթացքում պետք չի շտապել։ Ժամանակը ցույց կտա։ Ամեն ինչի դատավորը Աստվածն ու ժողովուրդը։ Ես համոզված եմ, որ եկեղեցականներից էլ հարց կտակ։ Քանի որ համախմբվածությունից խոսեցիք, պարոն Միքայելյան, ձեզ համար ընդունելի է այս վերջին օրերին տեղի ունեցողները եւ արդյոք դուք կմիանաք Նիկոլ Փաշինյանին, որ հայտարարել է Ես կուսակցության անդամ եմ։ Ես կուսակցության անդամ եմ, երեք տեսակ հովանավանում իր ձև դիմավորեց ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին եւ ինչ է կուսակցականներն էին, պարոն Միքայելյան։ Այդքան կուսակցական կա հովանավանում։ Հա, ախտինում եք։ Դու որ լրատվականից ես։ 24 միկրոֆոնի վրա գրված է, պարոն Միքայելյան։ Չեմ նայ, ախտեցի։ Արագածոտնի մարզից, Շիրակի մարզից, Տավուշից, Լոռուց, բոլոր վայրերից կուսակցականները բերվել էին։ Դա դուք Ես իսկան ժամանակ այդ կուսակցության մեջ եմ, ես երբևիցե չեմ լսել կամ ինչ որ երբևիցե Նիկոլ Փաշինյանը ցույցներ ասեմ մարդ հավաքեք բերիքստե։ Մարդիկ կարող է մի քանի հոգի տարբեր մարզերից եկել են։ Մեր մոտից էլ երկու տղա գնացին, քրոջ տղաներ գնացին, դա ի՞նչ կապ ունի, ասելին եկեք այստեղ։ եկել էին աջակցում էին, Ընդհանուր դու ներքին ժողովրդի, եկեղեցու գո բնակվող ժողովրդի, այդ յուղում բնակվող ժողովրդի կարծիքը։ Նայեք, ոչ թե երեք նորից հավաքելին, բերելին։ Դու այսքան ժամանակ լսել ես, որ մեկի է այս կուսակցությունը հավաքանի, ասեք այստեղ եկեք հավաքվենք այդան։ Դա մոռացեք, մենք հենց այդ բանը պետք է վերանա մեր երկրից։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենանք, ապագա ունենան մեր սերունդները, մենք պետք է հասկանանք, ամեն մեկս մեր դերակատարություն ունենա։ Մի տեսակ այդ փնովելու, ասելը հեշտ է, հաստալ հեշտ է, բայց ընդհանուր գործին օգուտ չի տա։ Պարոն Միքայելյան, գալով իմ հարցին, դուք կիսում եք այդ տեսակետը եւ անձամբ մասնակցելու եք Փաշինյանի իմիտացիոն հարցերին չեմ պատասխանում։ Ուղիղ ես էլ ուղիղ քեզ պատասխանում եմ, իմիտացիոն հարցերին չեմ պատասխանում։ Դա ո՞րն է իմիտացիա։ Ձեր տված հարցը։ Նիկոլ Փաշինյանն է այդ մասին հայտարարել։ Հայտարարելը լավ արել։ Դա ինչ խնդիրն է Իմից ազնական։ նեղացած եք, պարոն Միքայելյան։ Ինչու՞ համար։ Դե վարչության նոր կազմում չընտրվեցիք, նաև չեք մասնակցում նիստերին նկատում։ Լսեք, եղել է ազատ արդար ընտրություն։ Ես չեմ անց, հետո ինչ մի տրագեդիա։ Եթե դու ծանր ես տանում, ես ծանր չեմ տանում։ Հենց ժողովրդավարություն դրա մեջ էլ է։ Մենք մեր օրենսդրությամբ ԿՊ-ի կանոնակարգով 15 հոգին պետք է լինին տղամարդ, 5 կին։ Մի այդ վերջի ես հարավել ձայնամոք է, բայց օրենքով պետք է զիջեի տանը, զիջել եմ։ Այդ ինչ եք այդպես ծանր տանում։ Ես նորմալ եմ տանում։ Ծանր չեք տանում, պարզապես նիստերին ներկա չեք։ Չէ, ընդհանրապես նիստերին չեք ներկայանում։ Ինչ նիստ։ Վարչության նիստերին, նախաձեռնող խմբի նիստերին։ Ես ժամանակ էլ շատ բայել է, որ նիստերին չեմ մասնակցել։ Շատ հազվադեպ է Վարչության լինում։ նիստերին։ Մենք գրեթե միշտ ներկա ենք լինում եւ Դա եղել ժամանակ եղել ամիսներով չեմ մասնակցել։ Պարոն Միքայելյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի եւս գնալու է Հովանավանք եւ մասնակցի կարգալույց հռչակված քահանայի կողմից այդ պատարագին։ Դուք լինելու եք այդ։ Իրան բարի ճանապարհ։ Ես այսօր տեսեք, մենք եկել ենք այսօր առավիտ մեր երկրի վրա նման բան կատարվել, որ Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան մնացած մեր պետական այլը որտե է գնդակահարվան։ Ազգային ժողովում իրանց իշխանության օրոք։ Դուք եք սա մոռացել եք, սատանեք եկել են սրբիշորեն հոգե։ Հասկանում եք, էսի մեր ազգի գործանուններ էս հոկտեմբերի 27-ը, որը մենք կամաց հետ հասկացանք, նոր ենք հասկանում։ Հիմա ես չեմ ուզում, տեսեք երկրապանը, ես այս տարիների ընթացքում երկրապան չեմ թողել խառնվի քաղաքականության։ Ես լինելով կուսակցության անդամ, վարչության անդամ, հիմնադիր անդամ,
Ես 12-րդ հարտարերտ համագումարին ասել եմ, որ երկրապան քաղաքականությամբ չի զբաղվելու։ Երկրապան չի կարող թե մեկի կցոր դառնա։ Եվ այսքան ժամանակ լսել եք մի բան, որ ես օրինակ ընտրությունները բանա, ես կանչեմ մեկի, ասեմ երկրապանից գնացեք ես մորթ համար աշխատեք։ Ես որ ասում եք դուք չանցաք վարչանամ, ես իմ բաժանմունքի նախագահներին, վարչան անդամները ես ոչ մեկի չեմ ասել օգնեք։ Ես բաների էլ չեմ գնացել հանդիպումների ժողովրդի հետ։ Էմի ժողովուրդ Կարևոր է։ կարևորը նրա որ ես տեխնացու եմ, ես չգիտեմ։ Պիտի ընտրեն, չեն ընտրում։ Կարևորը նրա որ ընտրությունը գնացել է պարզ արդար, փափանցիկ։ Պարոն Միքայելյան, դուք նոր հոկտեմբերի 27-ի վտանգ տեսնում եք, որովհետև ազգային ժողովի նախագահը մասնավորապես չի բացառել, որ հնարավոր է նոր հոկտեմբերի 27 տեղի ունենա։ Հոկտեմբերի 27 տեղի ունեցավ, բայց վարչապետին չխփին։ Դուք գիտեք ինչ արին, եթե այդ հայրենասերները, որ մտան ազգային ժողով, ջարդին կառավարություն, ջարդին էդի Նիկոլ Փաշինյանի հորսեփականություն չէր, մենք մեր պետական ինստիտուտներն են։ Իսկ այնտեղ հայ արուն էր թափում, իրանք ստե հայրենասիրություն խաղում, այսինքն ես միշտ ասել եմ, ոնց որ երրորդ ճակատ բացին թուրքերի համար։ Հասկանում եք։ Նման բաներից պիտի խուսափենք, եթե չխուսափենք, այդ ժամանակ եթե իրանց հաջողեր մտնին, Նիկոլ Փաշինյանին վերացնին, այսօր իրանք կդառնին Աստված, Նիկոլ Փաշինյան կլներ դավաճան։ Ինքը գործ անում, մաքրում է երկիրը, պիտի մաքրվի։ Ես իմ գործը պիտի անեմ, ես տեսեք ասում եմ, ինչի՞ չեմ թողում քաղաքականության մեջ մտնի երկրապահը։ Դե մեր սրբերները թուրած գործն անեն։ Ես չեմ ուզում, ես աստվածապաշտ մարդ եմ։ Ես չեմ ուզում այդ բանի մեջ մտնեմ, քննադատեմ կամ իմ կարծիքն Իշխանություն հարաբերությունների մասին եք ասում։ Չէ, ինչ ես դու տանում ուրիշ դաշտ։ Եկեղեցին պետք է մեզի ուղղեր, ոչ թե մենք եկեղեցուն։ Հասկանում եք, դուք պատկերացնում եք ինչա կատարվել եկեղեցում։ Ասում եմ փորձում են ուղային սրբազաններին կալանավորեցին։ Սամվել Կարապետյանն ասեց մեր ձևով կանգնելու ենք միանգամից։ Ինչին անում։ Այդ մեր սրբազաները այսքան տարի ինչին անում։ Դա նայում եք էլի։ Ցանցերով թե ինչա կատարվում եկեղեցում ինչա կատարվել։ Դա իմ խնդիրը չէ այդքան, բայց ես նորից եմ ասում։ Ամեն ինչ որոշելի է ժողովուրդը։ Եթե Նիկոլ Փաշինյան արդար գործ անում, ժողովուրդը կգնահատի 26 թվականին։ Եթե ոչ, իր գնահատականը չի տա։ Մի դրսող հարցել պարոն Միքայելյան, բանակի այս ժամկետները ծառայության կրճատելը 1.5 տարի։ Խոսակցություններ կային, որ նաև կարող է մի օր երկրապահ լուծարել։ Թեթև տարետի։ Երկրապահ լուծարել։ Թեթև դարձավ տանը։ Երկրապահ հասարակական մի րոպե։ Դու էլ թեթև տար։ Չենք կարող։ Դու էլ թեթև, վայ։ Եթե չեմ սխալվում, դուք անդրադարձել եք մի առիթով, եթե չեմ սխալվում, դուք այս հարցին անդրադարձել եք։ Հարցի ապագծերը լավ հասկանում են։ Երկրապահ հասարակական կառույցը իր գործունեությունը ոչ միայն դիրքերի պահությունն է, նաև մենք ունենք պատանի երկրապահ մոտ 2000 հոգի, որ երեխեք են 8-ից 15 տարեկան, մեր ճամբարներում հանգստանում են եւ այնտեղ սովորական ճամբար չի, ռազմամարզական ճամբարը, որ մենք պլյուս դրան էլ մենք ամեն տարի 7-ից 10 հոգի արդեն զինվորական ծառայության տարիքի որ լրանում է, տալիս ենք Վազգեն Սարգսյանն է սովորում։ Ու այս տաների ընթացքում ով երկրապահից զորակոչվել է բանակ ժամկետային ծառայության, իրանք արդեն պատրաստի զինվոր են, այնտեղ պետք չի իրան սովորացնել, շարային, չգիտեմ, զենքի ծանոթանալ ամեն ինչ։ Եվ մենք անում ենք։ Աստված մեր երկրին խաղաղություն լինի, ժողովուրդ ջան։ Երկրապահն իր գործունեությունը կշարունակի։ Այսօր մեր խնդիրը դրված է, մենք կարողանում ենք պահել մեր պետական սահմանները բանակի կողքին, ընթացքում էլ կպահենք էլի պետական սահմանները մեր բանակի կողքին, ժամանակը ցույց կտա։ Ավարտեցի ես։ Ես եմ։